Դու այդ Հայրումյանը հերթական ստերն է։ Շատ կարևոր է, որ այս տեսանյութը նայեք միջև վերջ եւ տարածեք։ Տեսանյութում խոսացող մարդը Երևանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրեն Արմեն Բեգոյանն է, ով համաձայն շրջանառվող լուրերի մինչև քաղաքապետարանում աշխատանքի անցնելը եղել է Եվրոֆուտբոլի խաղադրույքի կազմակերպության աշխատակից։ Եվ քանի որ ինքը շատ լավ գիտի ինչ է նշանակում поднимать ставки, այսինքն բարձրացնել խաղադրույքը եւ հրապարակային իրեն թույլ է տվել նման արտահայտություն, ապա я поднимаю ставки։ Եվ ներկայացնում եմ, թե ինչ է տեղի ունեցել ու ինչու է նա ինձ այդպես անվանում։ Եվ թույլ եմ տալիս բոլորին ներկայացված ամբողջ իրականությունից հետո որոշել, թե ով է Սուտասանը, բայց քանի որ բարձրացնում եմ խաղադրույքը, ապա նաև թույլ եմ տալիս հետագայում Սուտասանին անվանել շարլատան։ Ովքեր չգիտեն, շարլատանը ֆրանսերեն բառ է, որը նշանակում է միամիտ մարդկանց վրսահությունը չարաշահող, խաբեբա, կեղծիքով կամ ստով շահույթ ստացող անձ։ Դա շարլատան բառի բացատրությունն է։ Իսկ հիմա գնանք իրականության հետևից։ Խնդրեմ պայմանագիրը։ Նա սեփականատերը պատվիրել էր մեզ իրականացնելու այդ ծառայությունները, այսինքն հատելու այդ ծառերը։ Որ ծառն օրինակ կհատի, սա էլ ասեմ իմանաք, որովհետև իր սեփական տարածքն է։ Հիմա պայմանագիրը կարդում եմ 9 մարտի 26 թվական, հատվել են 10 մարտի։ Պատվիրատուն հանձնարարում է, իսկ կատարողը մենք ենք ստանձնում է Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Պարոնյան 21/11 հասցներում դեպի Նայիրի ԲԿ ընկած թվով 2 բակտերիալ հոսքով թեղիների, 1 ալերգիկ ֆոնով փտած բարդու եւ 2 ինքնաճ ինվազիվ տեսակի փոքր այլանդների հատման ծառայությունների մատուցման պարտավորություն կնքվել է ամսինին արժեքը 140,000 դրամ, որը վճարել է կամ կվճարի մեզ։ Հիմա դուք այստեղ ինչ տեսաք, 2 բակտերիալ հոսքով թեղի, 2-ն էլ հատվել են, 1 ալերգիկ ֆոնով բարդի դա հայտնվել է եւ 2 ինվազիվ տեսակի փոքր այլանդներ, որոնք հատվել են։ Հիմի Հայրումյանը կարող է ասել, որ մենք պատրաստում ենք այդպես հատելով իջնել ամբողջ ԲԿ-ի դիմացի սոճիներն էլ հատելով գնայինք, ինքը եկավ փրկեց։ Հիմա սկսենք հաշվել ծառերը։ Սա մի կտրած թեղին է։ Դեռ չենք խոսում, թե ծառը առողջ էր, դեռ չենք խոսում, որ կանաչապատումը 140,000 դրամով 10 աշխատակցով 3 տեխնիկայով գնացել ամբողջ օրը աշխատում է կամ օրվա կեսը Նայիրի բժշկական կենտրոնի համար, այսինքն իր տեխնիկայով ու 10 հոգով, ուղղակի հաշվում ենք ծառերը, այդ 1 թեղի։ Սա 1 բարդի, որը ըստ իրանց ալերգիկ բարդի է։ Սա էլ երկրորդ թեղին է այն հատվածի, որը այսպես հատվել է ամբողջովին։ Սա այդ փոքրիկ այլանդ 1-ը, որը ամբողջությամբ հատվել է, եւ սա այլանդ 2-ը, որը ամբողջությամբ հատվել է։ Իրանց ցուցակից վերջացանք։ Սա երրորդ թեղին է, որը հատվում է, թեղի ծառ ամբողջությամբ առողջ, երրորդ ծառը, որը ցուցակում չկա։ Ու հատում են նայեք կանաչապատման աշխատակիցները, եւ հենց այստեղ եմ ես սկսել պահանջել իրենցից տոմսեր, որովհետեւ իրանք սրանից բացի նաեւ այն 2-ն էին պատրաստվում հատել, եւ այն 2-ը չհատեցին։ Այո, Հայրումյանը կանգնեցրեց այն 2-ի հատումը, իսկ այս 1-ի ապօրինաբար հատումը, որը չկար պայմանագրով կանաչապատման հետ կնքված, երրորդ թեղին է սա, բայց պայմանագրով ունեին իրանք 2 թեղի։ Եվ կանգնեցրեց Հայրումյանը այն մյուս 2-ի սպանդը, բայց այս մի հատը չկարեցավ կանգնեցնի եւ ցուցակից դուրս ապօրինաբար այս մի թեղին հատվել է։ Ու սա իմ փրկած ծառերից մեկն է։ Իսկ հիմա լսենք Արմեն Բեգոյանի խոսակցության շարունակությունը։ Հատման ծառայությունների մատուցման պարտավորություն կնքվել է ամսինին արժեքը 140,000 դրամ, որը վճարել է կամ կվճարի մեզ։ Այսինքն ամսի 9-ին պայմանագիր է կնքել, չեք էլ իմանում վճարել է թե չէ, ու ամսի 10-ին առավոտ շուտ վազելով 10 բանվորով, բրիգադիրով, 2 կամ 3 տեխնիկայով գնացել եք 140,000 դրամի դիմաց հատեք ծառեր, 10 բանվոր
2 կամ 3 տեխնիկա, 1 բրիգադիր, կանաչապատման ամբողջ աշխատակիցներին 140,000 դրամի դիմաց գնացել են Նայիրի բժշկական կենտրոնում հատում են ծառեր եւ հետո որ խոսակ կասեք ես լավ մենեջեր եմ։ Կարամ օրինակ ես ձեզ 140,000 դրամ տամ, 10 բանվոր, բրիգադիր, մեկ էլ 2 հատ կամազ ուղարկեք, ասենք իմ ամառանոցում աշխատցնեմ ձեզ։ Ու կատակ չեմ անում 10 բանվորը, նայեք, միայն այս կադրում 6 բանվոր են երևում։ Գումարած այն բեռնատարի վարորդը, գումարած այն մի կողմում եւս աշխատում են։ Այդ նայեք տրակտորը։ Ես ուղղակի կտրված կադրներով ցույց տամ տարբեր վայրերում աշխատող կանաչապատման աշխատակիցների քանակը, առնվազն 10-ը ես հաշվել եմ անվանական, չեմ հաշվել բեռնատարների վարորդին, բրիգադիրը եւ առնվազն 2 բրիգադիր, մի հատ է սպրինտերով այս մարդկանց բերել էին։ Ու այս ամբողջի համար Նայիրի բժշկական կենտրոնը մի հատ 140,000 դրամի պայմանագիր ա կնքել կանաչապատման հետ